Ուրսուլա ֆոն դեր Լայնը խոստանում էր, որ պետք է օգներ շատ արագ Հայաստանին, գյուղատնտեսական մթերքը, որը շատ ծանր վիճակում է, Ռուսաստանը չի ընդունում, ռուսական պատժամիջոցների պատճառով պետք է շատ արագ հասնել օգնության հայ գյուղացուն եւ հայկական գյուղմթերքը հասցնել Եվրոպա։ Իդեպ ընդամենը 2-3 օր առաջ արտահանումը կազմակերպած այդ ձեռներեցներից մեկը տեսեք ինչ է ասում, որ 22 տոննա հայկական ծիրան Իսպանիա հասել է, բայց այնքան վատ վիճակում, որ անհնար է եղել կազմակերպել իրացումը։ Այսինքն այդ ջեմ սարքելը, որ սարքում էր կայակալասներ, եթե չեմ սխալվում, բանկաներով մի քանի հատ ջեմ էր սարքում, Ուրսուլա ֆոն դեր Լայնը ինչ որ մի այսպես փոքր տուփ իր ձեռքին ծիրան առած գովազդում էր։ Հայաստանի նախարարների իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից խոսում էին այն մասին, որ Եվրոպան բացել է դռները հայկական արտադրանքի առաջ, որպես Եվրոպայում ապրող հայ։ Ինչ կասեք այդ մասին։ Պատասխանն է միայն ոչ թե որպես Եվրոպայում ապրող հայ, այլ որպես Եվրոմիություն Ասիա ֆինանս-տնտեսական կենտրոն հոլդինգի նախագահ, որի ընկերությունները չափազանց հզոր են եւ ակտիվ, քանզի իմ հոլդինգի անդամներ են մի շարք երկրների խոշոր, շատ խոշոր այլ խմբեր եւ Բուլղարիայից եւ Չեխիայից եւ այլն։ Ուրեմն մենք ինքներս փորձելու համար կազմակերպեցինք, սկսեցինք ուսումնասիրել Հայաստանից արտահանման հնարավորությունները Եվրոպա։ Շատ խորը ուսումնասիրեցինք եւ ինչ որ բան անելու ենք ու անում ենք։ Ես չեմ կարող ասել, որ բացարձակ անհնար է։ Ոչ, հնարավոր է։ Մի քանի տոննա, ոչ թե հարյուրավոր տոննաներ, եւ այն էլ այնպիսի դժվարություններով, որ այ նման իրավիճակ չառաջանա։ Ավելի շատ չոր մրգի վրա ենք աշխատում։ Ես հանձնարարել եմ նաեւ կատնամթեր, քանի որ լուրջ խնդրեմ է առաջացել Պանրի Հայաստանյան պատադրողների մոտ։ Ձուկ եւ այլն կարգադրել եմ, ուսումնասիրում են եւ Հայաստանի մեր մենեջերները եւ Եվրոպայում եւ շատ ուժեղ ենք աշխատում։ Ես ձեզ ասեմ, մեր առաջի տպավորությունը անհնարին է արագ գործել, որովհետեւ առաջինը սերտիֆիկացիա, երկրորդը լի է եվրոպական շուկան եւ շատ ավելի էժան, քան մենք կարող ենք ներկայացնել, քանի որ ճանապարհը ծախս կա դրա վրա ավելացող եւ միջնորդավարձեր տարբեր տիպի։ Եվ երրորդ ինքը հայ գործարարը, արտադրողը բոլորովին ծանոթ չի Եվրոպա արտահանման հնարավորություններին ու պայմաններին, ինքը անգիր գիտի եվրասիական շուկան, առանց պրոբլեմի աշխատել, բացարձակ գիշերը քնի, առավոտը իմանա, որ 10 ավտոմեքենա հասել են, չգիտեմ որ, առանց պրոբլեմի, հասկանում եք, դուք պատկերացնում եք այս իրավիճակում, նույնիսկ ասում եմ, հայկական, մենք փորձեցինք ձկան շուկայում ուսումնասիրություններ նայել, ոչ մեկի մտքով չի հասնում ձուկ ուղարկել Եվրոպա։ Գուցե Եվրոպայում, ասենք, հայկական իշխանի կարիք լինի կամ թառափի, ես համոզված եմ, որ կա, սակայն սերտիֆիկացիան մեկ, ճանապարհածախսը եւ ճանապարհի կազմակերպումը, առաքումը պրոբլեմներ են երկուս եւ չէ որ Եվրոպայում գործում են խստիվ կանոններ, հանկարծ եվրոպացի ձեռնարկատերերի գործը չբարդացնեն։ Այսինքն մրցակցություն եւ ամբողջ եվրոպական տարբեր երկրների շուկաները պահանջում են հանկարծ թույլ չտալ նոր ապրանքի մուտք Եվրոպա։ Հասկանում եք, ոնց որ օրինակ ռուսական շուկայում մենք չտեսնված արդյունք ունենք հայկական կոնյակ վաճառելուն, չտեսնված։ Եվ հանկարծ ինչ որ մի երկիր փորձի հայկական կոնյակից ավելի արժեք, համարժեք ինչ որ մի բան մտցնել Ռուսաստան։ Մենք բոլորս կասենք ոչ, մեր կոնյակը անձնամխելի է։ Նույն մեր կոնյակը Եվրոպայում խմող չկա։ Բացարձակ հետաքրքրվող չկա։ Մեկ եւ այնպիսի մրցակցային պայմաններ կան, որ հանկարծ ֆրանսիական կոնյակի դեմը հայկականը չմտնի, որտեղ հայկական կոնյակը այդ մի շարք պարամետրերով գերազանցում է մրցակիցներին շատ։ Հասկանում եք։ Կարճ ասած, ոնց է պարոն Նիկոլը պատկերացնում այս պայմաններում լքել ռուսական, եվրասիական շուկան եւ մտնել
Եվրոմիության շուկա, երբ որ այնտեղ ամեն ինչը մեր համար ստաբիլացված, ոչ մի մտածելու կարիք չկա, միայն պետք է աշխատանքները շարունակես, իսկ այստեղ պետք է մտածես, այսի մասով 3 կետերի շուրջ ոնց հաղթահարել։ Հնարավոր է 5-10 տարում ինչ-որ բանի հասնենք, բայց չի վերականգնվի այն ծավալները, նույնիսկ 5-10 տարում ես ձեզ հայտարարում եմ, որպես գործարար, չի վերականգնվի այն ծավալները, որոնք այսօր աչքերը փակ դնում են Ռուսաստան, քանի որ ամեն ինչը այնտեղ դրված է արդյունաբերական գծերի վրա, բոլոր պայմանագրերը կան, գները հայտնի են, որակը հայտնի է, ավելորդ գովազդի կարիք չկա, բա գովազդը այստեղ եվրոպական շուկայում մի հատ գովազդ արեցին, 2 տարվա քո շահույթը պետք է գովազդին տաս։ Սա իմ կարծիքն է եւ համոզմունքը ամեցեք։ Պարոն Գրիգորյան, դեպ ասեմ, որ այստեղ նպատակը ոչ թե հայկական իմ կարծիքով եւս որպես ծրագրող նաեւ ոչ թե եվրոպական շուկա տանելն է հայկական արտադրանքը, այլ ըստ իս նախ առաջին հերթին Ռուսաստանից Հայաստանին կտրելը նաև տնտեսական այս առումով սա է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար շուկան բացելը։ Ասվում էր թե ադրբեջանական բենզինը բավական էժան գնով է մտնում, պարզվեց այդպես չէ, սկզբում 450 կարծեմ դրամով, հիմա արդեն 500-ն անցնում է, այսինքն այս ամբողջ խոսակցությունները դեպի Եվրոպա գնալու, չգիտեմ, շուկան դեպի շուկա, եվրոպական շուկա դուրս գալու, այս բոլոր հայտարարությունները կեղծիք են։ Հիմնական նպատակ ասացի, Ռուսաստանի ոտքը Հայաստանից կտրելն է տարածաշրջանից եւ դուր բացել ադրբեջանա-թուրքական տանդեմի համար, նրանց առաջ ուղղակի կկլանեն ամբողջ հայկական տնտեսությունը եւ վերջ։ Սա է նպատակը Նիկոլ Փաշինյանին, եթե ուզում եք արձագանքեք, խնդրեմ սիրով կլսեմ։ Դա այնքան հայտնի բան եք ասում, որ այո, այլևս փաստ է։ Գազը 177.5 դոլարով գնող երկիրը պիտի հիմա $700, 500-600 է ասում, դառել է 700։ Այո։ Ադրբեջանը, որը գազ չունի Թուրքիային վաճառելու համար, Թուրքիային խափում է եվրոպական երկրներին, որ ես ձեզ գազ կտամ, Ռուսաստանից տրվում եք, լավ եք անում, հետո գնում Ռուսաստանին ասում եք, խնդրում եմ գազ տուր, որ ես վաճառեմ, սակայն ես ձեզ հայտնեմ նաև խողովակաշարերը լեփլեցուն են նրա։ Անապը այլևս տեղ չունի, Բաքու Ջեյխանը վաղուց արդեն տեղ չունի, իսկ Նաբուկո ծրագիրը չկատարվեց, որտեղ այնքան թանկ էր նստում գազի հետ 33 միլիարդ խմ արտահանումը, որը պարտադիր էր, որպեսզի խողովակաշար կառուցող խողովակաշարը արդարացնի իր վրա ծախսածը, չստացվեց ու չարեցին։ Այնպես որ այս բոլորը խապկանք են, սարսափելի խապկանք, եւ դուք շատ նկատեցիք, միակ նպատակը Ռուսաստանին խփել Հարավային Կովկասում, բացել երկրորդ ճակատ, որ կարողանան հանգարց Ուկրաինայում փոփոխություն առաջացնել, բայց այդ երկրորդ ճակատի կատաստրոֆիկ դեմ է նաեւ Իրանը։ Իրանը ինքը կսատկացնի նրանց, ովքեր կփորձեն երկրորդ ճակատ բացել Հայաստանում, որովհետեւ դա միանգամից կկտրի Ռուսաստան-Իրան կապը եւ Միացյալ Նահանգները, որը գիտեք հիմա ինչ պատերազմի է գնում Իրանի հետ եւ առանց էլ հաղթելու բացարձակ абսուրդ է մտածելը, որ նման արդյունք կարող է գրանցվել ի օգուտ Ամերիկայի, абսուրդ է, ընդհանրապես կտապալվի ամեն ինչ, եթե Իրանը նաեւ այստեղ խփի նաեւ Դոնալդ Տրամպի տրիպ միջանցքին, որի մասին հիմա չեն խոսի, դա շատ ծավալուն թեմա է, բայց այս բոլորը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք հասկանանք, որ մեզ տանում են կործանում մինիմում սիրելի գյուղացիներ, հայրենակիցներ, արդյունաբերողներ, նաև բոլորը կործանում է սպասում, եթե մենք շատ արագ ոտքի դուրս չգանք եւ սրա գլուխը վերջնականապես չկտրենք ու չգցենք ձորը, քանզի այդ բոլոր արտահանումները դեպի Եվրոպա նորից էլ կրկնում 5-ից 10 տարի, եթե միայն դրա վրա աշխատենք, գուցե ինչ-որ տոկոսը վերականգնենք այն ինչ-որ եվրասիական շուկայում կա։ Հիմա ես ձեզ բոլորիդ հարց եմ տալիս, իսկ ինչի դուք պիտի 5-ից 10 տարի սովից մեղմեք, որ վերջում ինչ-որ բանի գուցե հասնեք, գուցե չհասնեք։